քանի որ չի շնորհավորում Վլադիմիր Պուտինը պարոն Փաշինյանին եւ չի ճանաչում Հայաստանի ընտրությունների արդյունքները դեռ որպես այդպիսին հիշում եք որ քարոզարշավի ժամանակ խոսվում էր որ Փաշինյանն ասաց մենք պայմանավորվել ենք որ պիտի հանդիպենք հունիսի վերջին հա թե Պուտինն էր նաեւ ասաց չէ հա հունիսի վերջին մնաց մի քանի ժամ ճիշտն ասած հա մի քանի օր մնաց ինչն է պատճառը էլի որ բանը Վալոդիկը մինչև հիմա չի ճանաչել ուրեմն Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները դա պիտի երևար շնորհավորելուց կողքը բոլորից եկել համոզել են թե ոչինչ շեֆ երկու ոտդ մի կոշիկի մեջ տիր ու ոչ մի դեպքում մի ճանաչի լավ կլինի այն Չապաևի Պետկայի անեկդոտի պես էլի անտուր անեկդոտ է չպատմեմ այսօր դրա փոխարեն Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այսօր երկրորդ անգամ է շնորհավորել պարոն Փաշինյան հետո էլի կարող է շնորհավորի հա միլիարդ ու կես բնակչությամբ մոլորակի ամենամարտաշատ երկիրն է ինչպես գիտեք Հնդկաստանը Հիմի Վալոդիկն էլ 140,000 տարեկան մի 700,000 պակասում է բնական կրճատմամբ տարեկան մի երևի 300,000 էլ 400,000 էլ կրճատում է Ուկրաինան Ռուսաստանի բնակչությունը հետո մաշվում է այս Հնդկաստանը աճում է եւ վարչապետը որոշել է շնորհավորել նորից պարոն Փաշինյանին հեռախոսազրույցի տեքստը այնքան ստանդարտ է որ չեմ ուզում կրկնել կարդալ որ լսեք հա լսած կլինեք ըստ երևույթին բայց սրա հետ մեկտեղ պիտի ասեմ որ բավականին ծավալուն է եւ այդ ծավալի մեջ կա ուրեմն բացի բարեմաղթանքները բաները հետագա համագործակցությունը կապերը մշակույթը տնտեսությունը եւ այլն պարոն վարչապետը Հնդկաստանի այդքան բան ու գործը թողած հասկանում եք մեծ երկիր է վերջը պարապ չէ էլի այդ մարդը հա որոշել է անպայման զանգել եւ ճիգարով զրուցել ինչը լավ բան է լավ նշան է էլի ճիշտն ասած եւ ստեղ ոնց որ թե երկրորդ չափալախն է ստանում էլի Վալոդիկը թե դե լավ դու հիմի չես ճանաչում ծեր տեղը այն անեկդոտի պես էլի ասում է Զոքնջից թաղման այնքան մարդ էր եկել որ երկու տեղ էինք դրել մոտավորապես էս իրավիճակն է էլի Սիրելի ժողովուրդ խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը Դրանով դուք կնպաստեք որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի